որ հերիք է գոդորվենք, հերիք է գոդորվենք, միասնություն երեք որ չի գոդորվենք, պետք է որ բոլորը հավաքվի, ոչ թե որ 50 հոգի էստեղ, 50 հոգի էստեղ, 50 հոգի էստեղ։ Մեծամասնությունը ուր է, բոլորը էստեղ թող գնան որ, եթե մեծամասնությունը հրաբարակ է, մեծամասնությունը բոլորն ան միասին հրաբարակ թողեր տան։ Այս հարցը գնում է դրա հրաժարական քաղաքականի։ Շատ լավ է, քաղաքական Դուք մենից եկը վրացան, դուք մնացեք ստեղ։ Ինչ աղը չասկացա։ Ոչ մեկը չխառնվեք, ճիշտ է։ Քաղ 5,000 դրամ ժողովուրդը չվերցնի, ընտրության փոխի։ Որոնք ինչ համար են հավաքվել, լույսի։ Հրաժարական ուտուց եկավ։ Հրաժարական եկավ քաղաքական ուժի։ Հետո չեն հանգստի հավաքենք հրաժարական կպահանջ։ Մտածում եմ ինչպես կարողանամ այնտեղի ժողովրդին ասել, որ սա քաղաքական պայքար չի, մի տրվեք այն մարդկանց սադրանքներին, ովքեր ի սկզբանե չեն կարողացել իրենց կողքը մարդ հավաքել, որովհետև իրենք այդքան վստահություն ու դավերյա չեն գառանտիա չեն ունեցել, քաղաքական սա հեղաշրջում են փորձում կատարել։ Բայց էլի կրկին չեղարկում են գոռում, այսինքն ինչ ցեք վերցել, որ դա արդեն քաղաքական պահանջներ են դրվել նա։ Ամեն ինչ պարզ էր այդտեղ արդեն, դեռևս 4 օր առաջ։ Այսինքն մի քիչ ավելի կբացեք։ Մարդիկ ռադիկալ գործողությունների են, իրենց դրդում առանց հասկանալու, որ կարող են ցանկացած ժամանակ իրենց վրա տանկերով անցնել։ Իսկ եթե ուզում ես մի բանում շահես, պայքարում շահես, չպիտի պարկես զենքի տակ կամ բանտում հայտնվես։ Պետք է լինես ազատ տեղում ու դրանով կարողանաս քո գործողությունները կատարես։ Այս բանին ամենանպատակահարմար տարբերակը ազատության հրապարակում լինելը կամ ընդհանրապես ուրիշ տեղ բացի Բաղրամյան պողոտայից։ Բայց ամեն դեպքում այն մարդիկ, որոնք որ մասնակցել են մոտ 95%-ը, եթե ոչ 98%-ը մնացել այնտեղ, ավելի ճիշտ է որ դուք այս բանին այնտեղ լինեք։ Որովհետև խանգարող սկզբնական շարքի խանգարող սադրիչ մասան այնպես արեց, որ իմ ձայնը տեղ չհասավ խորքերը։ Իսկ ես 2 րոպեից ավել եթե հարթակում մնայի, ապա ինձ կվերացնեին ուղղակի այդտեղից։ Ովքեր կվերացնեին։ Հենց այդ առաջի շարքում գտնվողներ, ովքեր մինչ այժմ գոռում են վաղինակ դավաճան։ Եթե ես դավաճան եմ, թող հայտարարեն ինձ ազգի դավաճան, ես խնդիր չեմ տեսնում։ Ովքեր են այդ սադրիչները, կարող եք նշել։ Չգիտեմ։ Այն մարդիկ, ովքեր այն օրը, երբ մեզ չեզոքացրեցին Բաղրամյան պողոտայից, իրենց երևալու համար դուրս եկան հարթակ և սկսեցին իրենց վերահսկողության տակ իբր պահել այդ հարթակը։ Նահանջ կատարվել է իշխանության կողմից կասեցնելով որոշումը, կատարելով աուդիտի մեխանիզմի երևույթը։ Սա նահանջ չի, սա մեծ պատերազմի մի փոքր ճակատամարտի հաղթանակ կարելի է համարել կամ չի կարելի համարել, ոնց կհամարել, բայց ամենայն դեպս մենք չենք նահանջի քայլ կատարում, այլ իշխանությունը։ Մենք ուղղակի տակտիկական մարտավարություն ենք փոխում, չի կարելի անընդհատ նույն տեղում դոփելով մնալ։ Որը ուղղակի փակուղի, 40 օր, 6 ամիս փակենք Բաղրամյան պողոտան, ցանկացած որ կարող ենք փակել Բաղրամյան պողոտան։ Դա այդտեղ ինչ-որ արդեն մենք ցույց ենք տվել այն ուժը, որ կարող ենք ցանկացած բան անել։ Այս պահին 7 օր Բաղրամյան պողոտան արդեն փակել։ Պետք է անցնել ուրիշ գործողություններ։ Ավելի ռադիկալ գործողություններ անենք։ Միայն Բաղրամյան պողոտան սահմանափակելով, փակելով չի որ կարելի է հարց լուծել։ Կարելի նաև ուրիշ ճանապարհներով հարց լուծել։ Պետք եղավ հակառակ կողմից կփակենք Բաղրամյան պողոտան, դա չէ խնդիրը։ Բայց այս պահին միայն զուտ-զապ պրինցիպներին տրվելով պետք չի ուղղակի մնալ Բաղրամյան պողոտայում։ Ուրեմն ընդհանուր առմամբ ոստիկանությունն էլ իր մեղք ունի։ Այն օրը, երբ որ մեր համակարգող անդամներին բոլորին վերցրեց բերման ենթարկեց տարավ ոստիկանություններ, մենք բացակայեցինք հարթակից, ինչ-որ ռադիկալ խմբեր ձևավորվեցին այս տեղում, սկսեցին որոշումներ կայացնել։ Երբ որ մենք հետ եկանք արդեն քաղաքացիներից, ամեն ինչ արդեն մի քիչ այն էր, այլ էր։ Անգամ մեզ չէին թողում բարձրացնել հարթակը։ Ռադիկալ խմբեր ինչ որ անուններ նշել։ Ոչ, մենք չենք իմանում, որովհետև ասեմ ինչի։ Այն օրը, երբ որ մենք ծեծ էինք ուտում ջրվում էինք, շատերը մեր կողքը չէին, իսկ մի քանիսն էլ կաթիլներ էր իրենց վրա անգնում, այնքան հետ էին կանգնած։ Այդ վիճակը եղավ, ու հիմա ժողովուրդը ուղղակի մեզ սխալ է հասկանում, որովհետև մենք կապացուցենք, որ մենք պահանջատեր ենք մինչև գնալու ենք։ Եթե վտանգ զգացում մեր նախաձեռնությունը, Բաղրամյանում կարող է հնարավոր է լճացում գնալ, ժողովրդի այս ոգևորությունը մենք իրավունք չունենք տանուտային։
մենք շատ ավելի այլ քայլերի կգնանք։ Մենք պատրաստ ենք, դուք տեսել եք, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի էլ գնալ։ Ուղղակի էսի մեզ փակուղի էր տանելու։ Ու հիմա ինչ որ այնտեղ կատարվում է, ինձ թվում է արդեն 7 դրամի հարցը լրիվ անցել է։ Ու թող իրանք անկեղծ լինեն, ովքեր որ այնտեղ կանգնած են ինչի համար, թող հայտարարություն անեն, եթե հրաժարական են պահանջում, որ ստեղից էլ մարդիկ կան, որ պահանջում են հրաժարական գնան, թե չէ ստեղի մարդիկ։ Չգիտեմ, ով վատ աշխատի, թող իր հրաժարականը պահանջեն, բայց մենք կարծում ենք, որ հրաժարականի զանգված չէր հավաքվել։ Այնտեղ մարդիկ եկել են 7 դրամ, եկեք փակենք հոսանքի թեման, անցնենք հրաժարականների, եթե տենց է հարցը։ Մեզ թույլ չտվեցին ուղղակի փակել։ Այդ էր հարցը։ Մենք փակեցինք ուղղակի հոսանքի այդ պահը, մեր պայքարը շարունակվում է դեռ, բայց ոչ Բաղրամյանում։ Հնարավոր է մենք մի քանի օր հետո էլի գնանք Բաղրամյան, եթե պարզվի, որ մեզ խաբել են, հարցը դա չի։ Մենք ուրիշ քայլերը կարող է լրիվ ուրիշ մի հատ ավելի շատ կոպիտ քայլի գնանք, որ Բաղրամյանի ժողովուրդը համարվի շատ ավելի փափուկ։ Այդ է իմ ասածը։